հիմա մտածում եմ կարող է սխալ արեցի ամեն դեպքում, որ հավանել եմ, սիրահարվել եմ։ Մինչև որ կբաժանվեն եւ կգա մոտս, էլի։ Ուր է մեր Վարդանը։ Վարդանը։ Բայց Ռիտա ասեց։ Հա, ինչ ասեմ։ Ռիմա։ Չէ, կներես մեկի անունը, չի ասեմ։ Այ մեկ։ Այս է դա ուրիշ բան։ Գիշերները, որից երջանիկ մեծանան, պապ ջան, մեկ բան եմ խնդրում։ Թողնա պահապանները լինեմ ես, որտեղ է լինես դու։ Ծնունդդ շնորհավոր։ Մենք եկանք Արձնիից, հասանք Էշմիածին, Սուրբ Էշմիածին եւ ասեմ գնացել ենք Արձնի Հովտաշատի մեր բարեկամների ծնունդը շնորհավորեցինք եւ հիմա գնում ենք Հովտաշատի կողմ էլի ծնունդ շնորհավորելու, բայց այս անգամ մեծ աղբեր Վարդանի ծննդյան օրն է, ով իր տիկնոջ հետ Տիկին Ռիմայի հետ միասին եկել են Եվրոպայից եւ այստեղ նշում են ծննդյան օր։ Այդ առիթով նրա դուստրը Համեստը Փեսայի Արտուրի եւ նրանց երեխաների թորնիկների Մարիի, Մաքսի եւ Մալենայի կողմից գնում ենք ուրախացնենք, ուրախանակնկալ անենք, պապիկը ուրախանա, ներկայությունը զգա, ամել պապին մեր Վարդան պապիկը, իմ մեծ աղբեր Վարդանը մեր վիդեոները նայում է, ամել իր մասին մի տեսանյութ ենք ունենալու ի վերջո եւ նա արդեն մեր տեսանյութերը նայելուց իրեն էլ մեր տեսանյութերի մեջ կտեսնի եւ ասեմ ձեզ, որ Հայաստանում արդեն շատ քիչ մարդ է մնացել, որ մեր տեսանյութերի մեջ չլինի, չերևա եւ դա գովելի է, ընկերներ, սա համայն հայոց ալիքն է, այս ալիքը։ Ամեն ինչ անում են, որ բոլորը այս ալիքի մեջ իրենց զգան ինչպես տանը։ Նրանց ենք անում, որ համով հոտով հայավարի լինի։ Եվ դա կարծես թե ստացվում է եւ շատ լավ է։ Այդ էլ դուք պետք է ասեք, ստացվում է թե չէ։ Հայավարի է մեր ալիքը, թե չէ։ Հայավարի ասեցի, մի անգամից չեմ կարող չասել, տեսեք Մասիսը, մեր դիմաց ընկերներ։ Հրաշալի տեսարան, հզոր տեսարան։ Ուզորավոր սիրուն ասֆալտի վրայով գնում ենք ընկերներ։ Այս նախշապատ ասֆալտը հատուկ է քանդակվել տարիների ընթացքում, որ մեզ անասելի հաճույք պատճառի։ Դրա համար էլ օրորվելով գնում ենք հավեսով։ Եվ մեր ճանապարհը անցնելու է Նոա ակումբի, ֆուտբոլային ակումբի կողքով, քիչ հետո Երևանուան, իսկ հիմա մենք հələ չի երևում էլի, որ ցույց տամ, բայց անցնելու ենք։ Տեսեք, մոլեգնում է քամին Արարատյան դաշտավայրում, իսկ մենք քամին ճեղքելով գնում ենք առաջ, որովհետև մեր ճանապարհը ճշմարիտ է, Վարդան մեծ աղբոր ծնունդն է, եկել է իր հայրենիք ու հայրենիքում ծնունդն է, նշում է Լինար ռեստորանում։ Այստեղ հավաքվել են նրա բոլոր հարազատները, բայց այ Համեստը, նրա աղջիկը ու Փեսան, նրա Արտուրը չեն կարողացել գալ, որովհետև գտնվում են Եվրոպաներում, բայց ամեն ինչ լավ է Փառք Աստծո, ուղղակի պետք է անակնկալը հասնի տեղ։ Դե գնանք հասնենք տեղ, Հովանես։ Հիմա լավա դուրդ գալիս է նկարահանման ընթացքը։ Ես զգում եմ, որ դուրդ գալիս էր փոքրության հաշվին, բայց ինձ այդքան էլ դուր չեկավ իր նկարածը։ Ու դες հիմա մտածում եմ կարող է սխալ արեցի ամեն դեպքում, որ այդքան փող տվինք սրան։ Հնարավոր է սխալվել եմ։ Ու սա ամենացավոտ ու վախենալու սխալն է ինձ համար, ընկերներ։ Մտածում եմ էլի ես իմ համար։ Մտածում եմ ու աղաչում ու աղոթում, որ հանկարծ իմ սպասելիքները անես չլինի չարդարանա։ Տեսեք արդեն համարյա թե հասնում ենք Նոա ակումբի մոտ։ Բայց Նոա ակումբի կողքն էլ մոտ հրաշք սիրուն ռեստորան կա, էլի լուրջ ռեստորան է, էլի սիրուն ձևավորած, հավես տեղ է։ Նոա ֆուտբոլի ակումբն է ընկերներ կադրերում, ինչպես որ ասում էի, շատ գեղեցիկ է, հզոր եւ այն ես ուզում եմ, որ Նոա ակումբը աշխարհում մեկ դառնա հայտնի եւ գրավի աշխարհի գավաթը, Եվրոպայի գավաթը, ու մենք մեզ ուժեղ զգանք, էլի։ Ի վերջո կա ակումբ, որը Երևան տարածքից արդեն դուրս փորձում է զարգանալ, հզորանալ եւ դա մեզ համար ինչու՞ չէ հպարտանալու առիթ է։ Չէ՞ որ միլիոնավոր մարդիկ աշխարհում սիրում են ֆուտբոլ, նայում են ու ես կուզենայի, որ մեր Հայաստանի ակումբն էլ իր տեղ ունենար աշխարհում, այդ միլիոնավոր մարդիկ իմանային, սկսեն երկրպագել, հատուկ նրանց համար գային Հայաստան, բա, ասում ես, ուժեղ կլներ էլի։
Որը նայեք իշ սիրուն տեսարան է, դաշտավայրը ուղղակի փայլում է կանաչի ու ոսկու մեջ, ոսկեղենիկ հարթավայր է սա։ Եվ աչից էլ այրվեղենիկ դաշտեր են, բայց ոչինչ։ Գարունը կգա, էլի կկանաչի։ Հրկիզվել է ընկերներ, հրկիզվել է, բայց նորմալ է։ Հնարավոր է մտածված են հրկիզվել, արամ մեր Mercedes-ով բարեկամը ընկավ են վիթխարի լատոկի մեջ, բազմամյա լատոկի ու զորի մեջ ընկավ։ Հրաշք, սլանում էր մի մեքենա, իսկ դուր եկավ այդ արագությունը։ Ես էլ եմ ուզում տենց արագ գնամ։ Հավատացեք, մի քիչ էլ որ սպասեք, կհասնենք արդեն մեր շատ սիրելի ռեստորան Էլինար։ Էլինարը շատ գեղեցիկ ռեստորան է, երկու մասնաշենքից է բաղկացած, մեկը մեծ սրահն է, մյուսը փոքր սրահը իր առանձնասենյակներով։ Տեղացի մարդիկ շատ են սիրում Էլինարը, ես էլ եմ սիրում, որովհետև շատ եմ գնացել, դուրս եկել, մտել, դուրս եկել ու հավանել եմ, սիրահարվել եմ։ Ձախից ջերմոցներն են, ջերմատները, որոնք մի պահ շատ ուժեղ զարգացում էին ապրում հայոց աշխարհում, բայց հիմա հասկանալի խնդիրների պատճառով շատ հնարավոր է հակառակ էֆեկտը լինի, ինչի առիթով ես ինձ լավ չեմ զգում, հեչ լավ չեմ զգում ու ես միշտ նայում եմ ուրախանում եմ, ասում եմ, տեսեք ինչ լավ է, այսքան ջերմատներ, այ ժողովուրդ, աշխատասեր ստեղծող ու պարզվում է, որ մեր ժողովրդի ստեղծածը էլ չի կարա դուս է թա։ Իսկ այստեղ շուկայի համար էլ այն չափազանց շատ է, ոնց որ թե կամ էլ պետք է մի անգամից բոլորս հարստանանք, որ բոլ առնենք ուտելիքը, ծաղիկները, բոլորի օջախներից անպակաս լինեն ծաղիկները մի քանի տեսակի եւ իհարկե բանջարեղենային բոլոր մշակաբույսերը տարին 12 ամիս այդքան հարստանանք, որ կարողանանք մեր յուղացու արտադրածը մենք առնենք, մեզ լավ զգանք, իրանք էլ իրancs լավ զգան։ Գնանք մեր մեծ աղբեր Վարդանին տնանք։ Հովանես այսքան ժամանակ տենում ես, քանի վաղտա Վարդան չեմ ասում, արդեն Վարդան բառը գնալով ինձ օտարանում է, Հովանեսն է հարազատանում, Հովանես, զգում ես։ Հովանես ջան, ուր է մեր Վարդանը։ Վարդանը տանն է ընկերներ։ Նա խնամում է պապիկին եւ իհարկե հորեղբայրն է եկել Ռուսաստանից։ Նրանք ամբողջ օրը միասին են։ Մինչև որ կբաժանվեն եւ կգա մոտս, էլի։ Կգա արդեն Հովանեսի տեղը, բայց Հովանեսին չեմ թողելու տունը մնա, Հովանեսին ենք հետներս վրցնելու, որտեվ Հովանեսն էլ արդեն սրտի շատ մոտ է, էլի չի լինի, տես որ թողեմ խոսքի Հովանեսին Արենի։ Չէ, ինչ Արեն, պետք է վերցեմ քեզ այս Հայաստանում հետս ֆռաս։ Մասիսն է հերվում բարձրանում։ Տեսեք ինչ գեղեցիկ է, գլխին էլ սենց ամպեր են եկել, մի քանի հատ։ Զրուցի են բռնվել իրար հետ։ Խոսում են դեսից դենից։ Դամպեր եկել ասում այ աղբեր, խնդրում եմ էլի ֆռամ բանը Թուրքիայի Աննայի, մասն էլ ասում կարա լավ չէ, սարա հայերս հեն են, դե մտեն։ Նայ, տես, իրանց ես պետք է նայեմ միշտ։ Լավ, ինքն ասում է լավ։ Ու հեսա կգնա, չի մնալու ընդ։ Ասածս հիշեք, հեսա մտնում եք Էլինար դուրս գանք, այն ամպը ընդ չլինի, որտեղ մասը դրան ինչ պետքա կասի։ Մենք կլինենք արդեն Էլինարի բակում եւ Էլինարի բակում կիմանանք որ Էլինարն է, կարամ իմ այլ զանգեմ հələ։ Լավ, ես քեզ հասկացա, աղբերս, էդի անակնկալից հետո բան կանես, վիդեոն կմիացնես, իսկ հիմա դու ինձ ասա մեծ սրահում եք, թե կողի փոքր է։ Պարզագույն մաթեմատիկա է։ Բարեկամներ, ասանք Էլինար, ես չգիտեմ, արդյոք այստեղ ծննդա թե հարսանիք, հեսա կճշտենք, էլի, ծննդա թե հարսանիք։ Բարի օր ձեզ, աղբերներ, ծնունդա ձեր մոտ թե հարսանիք։ Հա, լավ, ուրեմն միան։ Էյանն էլ մեծ զալ կա, աղբեր։ Երջանկություն նորապսակներին։ Երջանկություն, մենք հելանք։ Բարեկամներ, այստեղ ամուսնանում էին, այնպես որ մեզ ծնունդ է պետք է գնանք ծննդի տեղը։
Բա։ Ախպեր ես վերցրել ես չեմ խոսում։ Աչար, բարև Ստեփան ջան։ Հազար բարին, ես էլ եկել էի հարսանիք արդեն, ախպերս ասեմ մանաս։ Հայ մտնում էի զույգերին շնորհավոր էի, են էլ ասի լավ, այ ախպեր, իմ ախր ծնունդ էր։ Դե հեսա։ Փոքր Էլինարն է։ Իմացա, հեսա գալիս եմ փոքր Էլինարը, դու դուրսն ես։ Ես դուրսն եմ, հա։ Հեսա այս Արյուս ձայի մոտով գալիս եմ։ Շո, եկեք մի հատ արագ բարձրանամ ու իշեմ ձեզ դիմավորեմ, հա։ Լավ, բարեկամ, լավ։ Բարեկամներ, ինչպես հասկացանք, Վարդան մեծ աղբերը Ֆրանսիա էր գնացել առողջական խնդիրների պատճառով, այդ խնդիրները հաղթարած լուծած հետա եկեի հիմա ու մնալու է Հայաստան, էլ չի գնալու։ Ու այդ առիթով շատ մարդիկ են ուրախացել, դրա համար հենց այս պահին իր ծնունդն են նշում։ Մենք էլ եկել ենք դառնանք ծննդի վկան ընկերներ, անակնկալ անենք։ Հատ լավ կայնելու տեղեր, այդ առաջի լինի ախպետ դզեց։ Էլանք։ Ով ուր ես այդ, մարի տես ինչ եմ ճարել, էլ տես ով է։ Գնաց, շատ ճարպիկ ես նկարում դրա համար։ Արի էլանք։ Արա պապի երկ ապրում եմ դե գնա նկարի։ Թորնուհին ստեղծագործություն անվիրում։ Ահա, թորնուհին նվեր արած պապիկին։ Թորնու անն ինչ էր։ Լիաննա։ Հիմա մենք հանդիսավարին ենք սպասում։ Հանդիսավարին կարաս ասես գա։ Ձախը սրտին մոտ է։ Դրա համար ձախով։ Շնորհակալ եմ նախ։ Օշտե իմն էլ լավ, տենց նայ։ Գոնե հասկանալի է։ Ախպեր ուզում եմ հայտարարի։ Բարեկամի անուն ի՞նչ է։ Ամս 1000 բարին։ Պատիվ ունեմ ու մեծ շփվելու։ Եղամ։ Եղամ ջան, հաճելի է։ Մեծ անակնկալ ունենք ախպերս։ Ուզում ենք կազմակերպենք գեղեցիկ ուրախ զվարթ հավեսով։ Դե դու ինձ մի ասա, մտնես ներսը կասես, ես գիտեմ։ Հա։ Համեսնի կողմը։ Դարի մատ գերկեմ քեզ ախպերս։ Ապրես։ Մենք հիմա միկրոֆոնը տամ հաց հավտանում, հա։ Եղամ, չի ասել, Եղամ բարեկամներ մեր կադրերում, նա հիմա ամեն ինչ կազմակերպի կմտնենք անակնկալը կթեժացնենք։ ցույց եք տալի նոր մտ, տեսնեմ մտնում ես նոր ցույց։ Չէ, մտնում ենք նոր ենք ցույց տալի։ Կարամ ասեմ վիդեոն գոնե միացնի, ձայնը չի լսվում այդտեղ հարաբերս։ Այդ ձայնը միկրոֆոն։ Հա, ախպերս, այդպես կանենք, բայ իհարկե այդպես կանենք։ Դու կանցեք, ես հեսա մտնում։ Ձեզ անում։ Ընդհում եմ ծավալեմ շատ բարձր եթեր համեստի և արգորի վարդի։ Զաղ ասած։ Գերգամ, ախպերս։ Ես մեծանում եմ Արգակներս բոլորին բարով եք հավաքվել։ Որդյական սերն է իմ սրտում զորան Լսենք մեծ ախպեր Վարդանի հանդեպ եղած հարգանքը ծափերով լտնենք։ Հայրիմ հույսն ես մեր տան Նախեք որ մեծ ախպեր Վարդանի ծննդյանորն Իհարկե։ բոլորն են ուրախ, ծափերից դա մի անգամից զգացվեց, ես այդ պահը չեմ կորցնի, ես կտամ քաղցրություն։ Քաղցրություն ելուններից, գիտես ում կողմից է։ Հասկացալ։ Հա, հեսայի կողմից է, կես շատ ասիրը։ Հեսանա որոշ է կազմակերպի։ Ինքը ամեն ինչ արելա, որ դու լավ լնես, գաս հասնես թե ծանդտել նշես, լավ է, չէ։ Շեմատ ասա, ապրես պեսա ջան։ Ապրես պեսա ջան։ Պեսան կեզ շատ սիրում է, իհարկե այդ սիրուց արդեն համեստել է, վարակվում ինքն էլ է սիրում հարգում ենք ես և իհարկե Մարին Մաքսը և Մալենան, այո։ Շատ սիրում է պապիկին, արոշին ես, լավ լինես, որ կեզ միշտ սես լավ տեն, սես ջիգարով դուխով բրնես, ու տենց իրանք ես տենան ուրախանան։ Հիմա մետ լավ երազանք պահի, հենց որ պչես մոմերը խոստանում եմ, ես տորտը կվերցնեմ, սես ձերեց սես չես պահի։ Դու մեր գլխից անտակաս քո հոգում դու Կատարվենքով բոլոր երազանքները։ Բարի լույս
Այն կայնակը, որ ասիր խնամուտ հետ 60-ամյակ մասիսում։ Բա, ինչ եք արել։ Ինքն է եկել է։ Եկել է, խմել եք։ Բա ինչ են կարա։ Արդեն խմել եք։ Ապա այդ մեզ կանել ես կխմեի, էլի։ Դե որ արդեն խոսակցություն գնաց, թե ես կոնյակ էի բերել, մեծ աղբորը նա արդեն խնամու հետ խմել է, էլ չկա այդ կոնյակը, դրա համար ես նորն եմ բերել։ Բա էլի չհաղթիր, ես էլ պետք է խմենք։ Խմենք, Բայց ես գիտես եթե խմելու։ Երբ որ Ֆրանսիայից գա Փեսան, մեր Արտուր Փեսան, եւ իհարկե քո աղջիկներ, եւ թորնուիները, թորնիկը կգան իրար հետ անուշ կանեք, հա։ Բայց այսքանից հետո մի կարևոր գործողություն ունենք միասին։ Ծաղիկներ են բերում քո մոտ, սես տալիս եմ, բայց լավ պահի, որովհետեւ հիմա գալիս է քո կյանքի կեսը։ Եկեք Ռիտա, եկեք, որովհետեւ ձեր ամուսինը սիրով է համակվել, ուզում է ձեզ ծաղիկներ նվերի։ Ու մեկը պաչի, բայց դուք եկեք որ պաչի։ Բայց Ռիտա ասի։ Հա, ինչ ասեմ։ Ռիմա։ Չէ, կներես մեկի անունը, չէ ասեմ։ Ես կտա քեզ ուրիշի Այդ չեն ջոկի, լավ։ ծաղկեցին։ Եկի Ռիմա, իմացեք ձեզ շատ է սիրում, Ռիտայի շատ է սիրում։ Վերցրեք ծաղիկները։ երազել իմ օրերում դու իմ արևին գարուն աչքերդ սև սիրուն միայն Ապերը բարձր, բայց մի հատ ջիգարով գրկեք, է։ Սիրտս ճանաչեց քեզ ինձ մոտ բերեց Այս է լավ սեր, հարգանք և իհարկե կներես որ պալիտարի։ Կներես։ Ես քո սրտին սիրահարվել եմ Պայմանավորվել ենք, այնքան է պայմանավորվել ենք։ Դες ես լավ որ բարձր տրամադրություն իմացեք, որ ձեր Փեսան Արտուրը ձեզ շատ է սիրում և նա կյանքում թույլ չի տա, որ համեստ անկար չսիրի ձեզ, համեստն էլ է ձեզ շատ սիրում, հա։ Փեսայի գլխավորությամբ ձեզ լավ որ բարձր տրամադրություն, Գերամզան դու ես շարունակի այս չկնար երեկոն, մեր թագավոր մեծ աղբոր համար դա լավ է։ Բայց մոռացել է, ուր աբոն։ Այստեղ ես։ Հիմա սկսում է, հա։ Մենք այսքանով չենք սահմանափակում, մի հատ էլ անակնկալ կա, ու սա արդեն դուք կտեսնեք ձեր աչքերով, բոլորը ձայնի հարցերը լուծված են։ Դե գնաց, միանում է էկրանը և էկրանից մենք ունենք ուղեց, տեսա ուղեց, ֆրանսիական համեմված գեղեցիկ ջիդյար սիրովա։ Այսօր քո ծնունդն է, բաբջան։ Իմ քո մեջ հազարավոր ճանապարհներ կան։ Բայց հավատա, սերը երբեք չի չափում կիլոմետր։ աչքերում իմ հոր ես մեծանում Մոտնեի, ամուգգեի քեզ ու աղձեի։ Իմ ամենասիրելի մարդ, ծնունդը շնորհավոր։ Բայց այսօր իմ գրկա խաղությունը միայն հայրիմ որքը դարձել։ Իմ համբուրներ կամի, իսկ իմ ձայնը այս տողերը։ Հիշում ես, երբ փոքր էի, ձեռքից տվում էի, որ չեն գնան, այսօր դու գալու ես, բայց հոգու բերնի, բարի լույսն ես մեր տան ձեռքցս բռնած, որովհետև հայրիկի ձեռքը երբեք չի կորում։ Ինձ եթե աշխարհն է բաժանում, տարիների ընթացքում հասկացա, որ ամենամեծ սերը հաճախ լուր է լինում։ Դու երբեք շատ չխոսեցիր, բայց ամբողջ կյանքդ խոսես քո փոխարեն։ Քո աշխարհ Քո հայրական սերն է ինձ տալիս տանքով, քո հոգնած աչքերով, քո անկում վիշերներով, որից երջանիկ մեծանան։ Բաբջան, հայրիմ քեզանով հայրիմ հույսն ես մեր տան ցավում եմ, որ այսօր կողքին չեմ, որ չեմ կարող ձեռքդ բռնել, աչքերիդ մեջ նայել ու ասել, թե որքան եմ քեզ սիրում, բայց եթե այս խոսքերս հասնես սրտիդ, իմացի, ամեն Աստվածանի օր, ամեն աղոթքի մեջ, քո անունն է ապրում։ Ես Աստծուց այսօր միայն մեկ բան եմ խնդրում։ Թող նա
տվագա Քեզ որտեղ է լինեմ ես, որտեղ է լինես դու։ Ծնունդը շնորհավոր։ բարի լույսն ես մեր տան դու մեր գլխից անպակաս քո հոգուրբան հայրիմ հույսն Ամենական պապա։ Հեռավորությունը մեզ բաժանել է միայն ճանապարհներով, բայց ոչ երբեք սրտերով։ Իմ սիրտը թող միշտ լինի քո կողքին, որովհետև աշխարհում որտեղ էլ լինեմ, ես միշտ կմնամ քո փոքր աղջիկը։ Մարդիկ հարցնում են, թե որքան է հեռու իմ տնից։ Ես լռում եմ, որովհետև տունը միայն մի վայր չի։ Տունը դու ես, պապ ջան։ Սիրում եմ քեզ։ Շնորհավորում եմ տարեդարձդ։ Ցանկանում եմ լինես առողջ ու մեր կողքին։ Պապ ջան։ սրտում զորանում հայրիմ հույսն ես մեր տան բարի լույսն ես մեր տան դու մեր գլխից Շնորհակալություն եմ հոգուն ուրբան հայրիմ հույսն ես մեր տան Բարեմաղթանքների և շնորհավորանքների համար հարգելի և հարգարժան Հակոբյան կրկին անգամ շնորհավորում թող լինի մեր հարգարժան Հակոբյանի և Տիկնոջ նրա զավակների և նրա թողնիկների կենացը թող Աստված օրհնի ձեր գեղեցիկ և երջանիկ ընտանիքի շնորհավորում եմ եկեք ծափարենք Հակոբյանները ընտանիքի պատվին ծափարենք զավակներին թողնիկներին և շնորհակալություն հայտնենք կրկին անգամ այս գեղեցիկ անակնկալները իրենց հայրիկի պարգևելու համար շնորհակալություն շնորհավորում եմ մեկ անգամ հայրիմ քեզանով հայրիմ հույսն ես մեր տան բարի լույսն ես մեր տան դու մեր գլխից անպակաս Ախպել ես, ընկետացին։ Բարեկամները համենք հեռանում ենք, աբոն է գալիս մեզ հետ, նա իր պապիկի անունը կրող թորն է, ախպերս, դե ինչու, դու են մինչ ես կան տեղ ախպեր, աղագին էլ հեռու է, մենք եթանք, վսյո, հաջողություն ախպերս։ Աբո ճամպիր չէ, WhatsApp-ով կցի չէ, հովո, WhatsApp-ով այս վիդեոն որ նոր նայինք, աբոն կցել այնց, ես է կցում եմ քեզ ախպերս, ժոգիր, կցում եմ քեզ, որ վիդեոյի մեջ դնես։ Բարեկամներ, այսքանից հետո մեզ մնում է գնանք տուն արդեն, գնացինք, լավ, նստի գնանք։ Ընկերներ, իսկ դուք պահի տակ զգում եմ, մոռանում եք լայքել ու բաժանորդագրվել, քանի որ այս YouTube-ը այնպիսի հրաշալի մի արարած է, որ ամեն ինչը ցույց է տալիս, որ նայում են օրինակ ու բաժանորդագրված չեն ու չեն լայքե։ Դրա համար ես այդ ամեն ինչը գիտեմ, այնպես որ խնդրում եմ լայքեք, բաժանորդագրվեք, ես լայքի մեռած եմ, լրիվ կոնկրետի լայքի մեռած դեմք եմ ես, լայքեք, բաժանորդագրվեք, ուժեղանանք, զորանանք, որ գործեր կան բազմատեսակ անելու իրար հետ, պետք է հասնենք դրան, էլի, թե չէ առյուծ ձանել վկա, հեսա հասնում ենք, հեսա տեսեք, որը առյուծ ամանը չխփեմ, արա, հեսա առյուծ ձանել, ստե իմ ասածները հաստատում, ասում է, այո, էդ ասում էլ ինքը, ինչ բարեկամներ, հիմա մնում ամենք, այսպես դուզ գնանք, հետո ձախ անենք, հետո աչ անենք ու դուզ գնանք հասնենք մեր օջախ լավ մնացեք, հարգված եղեք, սիրված և ճանաչված գնացինք